Բարև ձեզ ընկերներ, խաղաղություն ձեզ։ Այսօր իմաստությունից եմ ուզում խոսալ, մի հատ հետաքրքիր բան եմ գտել։ Ես այսքան ժամանակ ման էի գալիս։ Գիտեք, իմաստությունը շատ ժամանակ որ փնտրում ես ինչն է իմաստությունը լավ եւ այլն, սենց մի հատ շատ կարևոր հանգամանք կա ընկերներ, շատ կարևոր, այս վերջերս եմ գտել։ Ճիշտն ասած, ժամերն ու ժամանակները իմանալը դա իրականում շքեղություն է, իմաստության կարևորագույն հիմքերից մեկն է, ինչի։ Ժողովող գրքում գրած է, կա սիրելու ժամանակ, կա ատելու ժամանակ, կա ցանելու ժամանակ, կա հնձելու ժամանակ, կա շինելու ու քանդելու ժամանակ։ Գիտես, նա ընկերներ։ Հիմա եթե ես ձմեռը, հա, փորձեմ ասենք, չգիտեմ, դեկտեմբերին կամ հունվարին, փորձեմ հունձ կանեմ, ինչ որ բան ցանեմ, ու ակնկալելով որ դա կաճի, ես հիմար կլինեմ։ Ինչքան էլ իմանամ սերմի ինչ խորությամբ անեմ, ինչ ժամանակներում ջրեմ եւ այլն։ Ինչքան էլ տանջվեմ, փորեմ, այդ հողը փախրեցնեմ, չգիտեմ, որ ասում է քրտնելով քրտնեմ, բայց դա հիմարություն կլինի ընկերներ, կծիծաղան մարդիկ, հա, դա իմաստություն չի լինի։ Գիտես, բաներ, ֆերմերներ կան, ոնց որ տենց էլի, ոնց ասեմ, գյուղատնտեսներ կան, որ գիտեմ, որ գարունը պետքա ցանեն, գարունը ցանելու ժամանակն է, բայց շատ ավելի խելացի գյուղատնտեսներ կան, որ իրանք ոչ թե նայում են գարունին, գարունը լավ ժամանակամիջոց է, բայց իրանք նաև նայում են ընկերներ, ինչ որ թռչուններին, այսինքն երկրորդ նշան են հանգալիս, այսինքն արդեն գարունն է տակա, բայց հեսա ցորտը խփելու ախի, որովհետև այս թռչունները չեն եկել, այսինքն եթե թռչունները գալիս են, այդ նշանակում է վсё, արդեն ամեն ինչ ընտիրա ցանելու ժամանակն է, այսինքն իրանք օգտագործում են երկրորդ ու երրորդ ոնց որ նշանը, որ իրանք գործը առաջ տանեն, այսինքն ավելի կատարյալ լինի։ Ժամերն ու ժամանակները իմանալը կամ հասկանալը դա թույլ է տալիս որ Աստծո հետ մեկ առ մեկ հարաբերություն ունենալ։ Ճշմարտությունով եմ ասում ընկերներ, ամենայն անկեղծությամբ։ Այն մարդիկ, որ ժամերն ու ժամանակները հասկանում են, որտեղ որ պետքա լինեն ճիշտ ժամանակին, այդ նշանակում է իրանք իրականում լսում են Աստծո ձայնը, որովհետև մի այլ տեղ էլ Քրիստոսն ասում է իմ գաղները իմ ձայնը լսում են, ընկերներ։ Գիտես, շատ կարևոր է ժամերն ու ժամանակները տարանջատել։ Ճշմարտությունով եմ ձեզ ասում, ընկերներ, որովհետև մենակ իմաստությունը բավարար չի։ Եթե դու շատ իմաստուն լինես, բայց հայտնվես միտեղ, որտեղ որ չպետք է լինի իր ժամանակ, իմացի չի լինել, իրականում չի լինելու։ Կամ ես իրականում մարդիկ գիտեմ, որ գիտես, դու պետք է հասկանաս, այսօր մոտիկանաս այդ հարցով, որ իրանք դիմես, իրանք կպատասխանեն հա, թե չէ։ Կամ պետք է սպասես մի օրը շուտ։ Դες ամեն ինչ Աստված ասում։ Աստծո այդ մտերմություն ընկերություն անելը հենց դրա համար է շատ կարևոր, որ դու ճանաչես ժամերն ու ժամանակները, որ Աստված ասում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ես ընկեր գործը տարա։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, շատ ուրականում շատ յուրահատուկ բան է, որովհետև Քրիստոսն էլ է շատ ժամանակ դրանով է սովորացնում։ Գիտես, ավետարանների մեջ գրած ասում է, երբ որ տեսնում եք թուզ ասում է հասել է, գիտեք որ արդեն ամառը մոտիկ է, հա, այսինքն Քրիստոսն է նայում է, ասում է նայեք հունձքին, ասում է հունձքը հասել է, նշանակում է մոտ է, հա, Քրիստոսն է նշաններ է տալի, ասում է երբ որ տեսնեք էսի սենց է լինում են, ինենց է լինում, ասում է իմացեք որ ժամանակները մոտիկ է։ Գիտես, այս ամեն ինչ որ կատարվում է, Աստված կատարյալ կարգել անկերն ճշմարտությունով եմ ասում, ասել ասրան այս ժամանակին, ստեղ կլինես այս թռչուն այս ժամանակին, ստեղով պետք է թռնի, մեր ուղեղը իրականում այդքանը չի կարող հասկանա, բայց երբ որ դու սկսում ես վստահել Աստծուն, Աստված քո ժամերն ու ժամանակները ինքը ճիշտ տեղն է դնում, ճշմարտությունով եմ ասում ընկերներ, զուտ այսօր սրանով է ուզում կիսվեի, իրականում շատ շքեղ խոսք է սա, որովհետև ինձ էլ շատ դժվար է բացվել էլի այս ամեն ինչի, բայց յուրահատուկ է իրականում, շատ յուրահատուկ է։ Դրա համար ընկերներ փորձեք ավելի խորը ճանաչեք Աստծուն ու կհասկանաք որ նա ժամերն ու ժամանակները ճիշտ պահին օգտագործելու համար մարդկանց հետ շփվելու, գնալու ինչ-որ հարցով դիմելու եւ այլն։ Լիքը դեռ բաներ կա որ Աստված պարզապես դեղները կբացի ձեր առաջ։ Իմաստություն եղել, շատ ժամանակ տանջվել է, այդքան պիտանացու չի, ինչքան ճիշտ ժամանակին այդտեղ հայտնվել է։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ, թող իրականում իմաստությունը մտնի ձեր սիրտ ու չհելնի, որովհետեւ իմաստությունը Տիրոջ երկյուղն է։ Տիրոջ երկյուղն էլ շատ մոտեցնում Աստծուն։ Ուղիղ ձեզ ասում եմ, սրանով է ուզում կիսվել ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի։ Օրհնելով օրհնում եմ ձեզ լավ օր եմ իրականում կամենում։ Թող որ օրհնված լինեք հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։